Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալում իրադարձություններն իսկապես թեժ են դառնում, և ամեն նոր սերիայում լարվածությունը միայն խորանում է։ Նարինեն, ով երկար ժամանակ եղել է թույլ, լռակյաց և ենթարկվող կերպար, վերջապես բացահայտվում է բոլորովին այլ, ուժեղ, վճռական ու պայքարող կնոջ տեսքով։ Նա հասկանում է, որ սեփական ընտանիքը պաշտպանելու համար այլևս չի կարող մենակ դիտորդ մնալ։ Նարինեն ձայնագրում է իր ու Դիանայի գաղտնի խոսակցության այն պահը, երբ Դիանան առանց մտածելու խոստովանում է իր բոլոր խարդախություններն ու հանցանքները։ Այս խոստովանության մեջ ընդգրկված է Էմիլի սպանությունը, Սառային հյուրանոց կանչելու ծրագրված արարքը, Էմիլի հանդեպ կազմակերպված դավերը և այլ մութ գործողություններ։ Նարինեն հիմա ունի ուժեղ ապացույցներ ոչ միայն Դիանային կանգնեցնելու, այլ նաև վերջ տալու անպատժելիությանը, որն իր ցավալի հետևանքներն է ունեցել շատերի կյանքի վրա։ Սակայն իրավիճակը բարդանում է հենց այն պահին, երբ Դիանայի ինքնազգացողությունը հանկարծ վատանում է։ Նարինեն, չնայած իրենց թշնամանքին, մարդկային բնազդով նրան տեղափոխում է հիվանդանոց, և հենց այստեղ էլ հավանաբար տեղի կունենա անսպասելին, բժիշկները կհայտնեն, որ Դիանան հղի է։ Այս բացահայտումը խառնաշփոթ է առաջացնում ոչ միայն Նարինեի, այլև ամբողջ սյուժեի զարգացման վրա։ Ո՞վ է երեխայի հայրը։ Արդյոք սա հերթական մանիպուլյացիա է, թե իրական իրադարձություն Դիանայի համար սա կարող է դառնալ փրկություն կամ վերջնական ճակատագրի կնիք։ Մյուս կողմից Ռեբեկայի ու Արամի միջև հարաբերությունները նույնպես սկսում են փոփոխություն ապրել։ Ռեբեկան, ով երկար ժամանակ անվստահությամբ էր վերաբերվում Արամին, պատահմամբ լսում է Արամի անկեղծ խոսակցությունն իր ընկերոջ հետ։ Այդ խոսակցությունը բացահայտում է Արամի իսկական մտորումները, զգացմունքները և հատկապես նրա ջերմ վերաբերմունքը Ռեբեկայի հանդեպ։ Այս պահը կոտրում է Ռեբեկայի սառը դիմակն ու ստիպում նրան նորովի նայել Արամին։ Հնարավոր է, որ նրանց միջև սկսվի ոչ միայն հարաբերությունների կառուցում, այլև իրական զգացմունքների ծնունդ։ Իսկ սերիալի ավարտը գնալով մոտենում է ու կարելի է ասել ամեն ինչ պատրաստվում է հզոր, հուզիչ ու անսպասելի հանգուցալուծման։ Դիանայի ճակատագիրը կախված է Նարինեից, արդյոք նա կներկայացնի ձայնագրությունն իրավապահներին, թե կփորձի այլ լուծում գտնել հաշվի առնելով Դիանայի հղիությունը, և արդյոք Ռեբեկայի ու Արամի հարաբերությունները կդառնան այս պատմության միակ լույսը մութ իրադարձությունների ֆոնին։ Սերիալը սիրելի է դարձել ոչ միայն իր դրամատիկ ու անակնկալ զարգացումներով, այլ նաև կերպարների խորությամբ ու հոգեբանական կերպարանափոխություններով։ Արժե սպասել վերջաբանին, իսկ վերջաբանն ավելի քան մոտ է։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու բացահայտել ամենահետաքրքիր ինտրիգային պահերը հեռուստասերիալների և իհարկե դիտեք, թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակներում։ Վերջապես Սառան հասկացավ, որ իր կյանքն առանց Գոռի չի պատկերացնում, Գոռն էլ հասկացավ, որ առանց Սառայի կյանք չկա, և նրանք այլևս հավանաբար չեն էլ բաժանվի, որովհետև նրանց բաժանող մարդիկ արդեն գնալով քչանում են։ Նրանց բաժանելու էր Դիանան, որի դիմակը Նարինեն արդեն պատռեց ողջ խոսակցությունը ձայնագրելով, սակայն նրանց հետաքրքիր անակնկալ է սպասվում, երբ պարզվի, որ Դիանան հղի է։ Արդյոք սա է Դիանայի մեղքերի պատասխան տալու ժամանակը։ Էլկան էլ բավականին բարձր ջերմություն ունի ու Արմանը, լսելով այդ մասին, մի վայրկյան կանգ չի առնում ու շտապում է Էլկային հասցնելու այն բոլոր դեղամիջոցները, որը նրան անհրաժեշտ է, և բնականաբար այս պահին գտնվում է Էլկայի կողքին ու իհարկե ամեն ինչ անելու է, որպեսզի Էլկայի ինքնազգացողությունը լավանա։ Բնականաբար Սարոյանը շատ լավ հասկանում է, որ Արմանն առանց Էլկայի չի կարող ապրել, և իհարկե նրան վստահում է ու ցանկանում տեսնել իր թոռան կողքին երջանիկ, բայց հանգամանքները դեռևս այլ են, իսկ շատ շուտով Նարինեի բացահայտումները կօգնեն, որպեսզի Արմանի վրայից բոլոր մեղքերը դուրս հանվեն ու վերջապես Արմանը կկարողանա գտնվել Էլկայի կողքին, պաշտպանել նրան ու սիրել։ Ռեբեկան վահեին կորցնելով կորցրեց իր կյանքի իմաստը, սակայն Արամի հայտնվելով հավանաբար նա նորից կգտնի ապրելու իմաստ։ Նա հասկացավ, որ Արամը նման չէ այլ տղաների և չի եկել փողի հետևից։ Նա լսեց ողջ խոսակցությունն ու հասկացավ, որ նա պաշտպանելու է Ռեբեկային ամեն գնով։
Դրանից առաջ նա ստիպում էր Գոռին, որպեսզի Արամը լքի Վահեի տունը անհապաղ։ Այդ խոսակցությունից հետո նա խնդրում է Գոռին, որպեսզի Արամը հնարավորություն ունենա ինչ-որ ժամանակ դեռ այդտեղ բնակվելու։ Իհարկե, Գոռը հասկանում է, որ այստեղ ինչ-որ բան թաքնված է, բայց ինչ չի կարողանում պարզել։ Իհարկե, նոր զգացմունքներ է առաջանալու Ռեբեկայի մոտ ու շատ շուտով գեղեցիկ սիրային զույգ է կազմվելու Արամի և Ռեբեկայի գլխավորությամբ։ Իսկ թե ինչ զարգացումներ են լինելու հետո, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան կադրից դուրս իրավիճակները դիտելու համար և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ այս հեռուստասերիալը մոտենում է ավարտին, իսկ ավարտը ցնցող է լինելու։ Հեռուստադիտողների սպասելիքները արդարանալու են, այսքան ժամանակ սպասելու են տեսնելու, թե ինչպիսի վերջաբան է ունենալու հեռուստասերիալը, իսկ այդ վերջաբանը շատ մոտ է։